Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնոց շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ձեզ համար նախապատրաստել եմ շատ հետաքրքիր թողարկում եւ կազմակերպել եմ նաեւ հանդիպում ձեր նախընտրած դեմքի հետ։ Բայց մինչ այդ ես ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո շնորհությամբ եւ իհարկե Ակոպովնայի ու 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, ասեմ որ տեսահոլովակի պրեմիերա հենց ձեզ համար։ Իսկ այդ տեսահոլովակի պրեմիերան ինձ ասել է մեծն Ռաֆի Ալթունյանի կողմից։ Եվ ասեմ, որ մի քանի տաղանդավոր դեմքեր մեկ տեսահոլովակով, իսկ մնացածը Ռաֆի Ալթունյանի տեսահոլովակում, այնպես որ պրեմիերայից հետո վերադառնում ենք տաղավար եւ մեծագույն սիրով ձեզ կներկայացնեմ իմ շատ սպասված հյուրի տեսանյութը։ Անցնում են տարիները մեր կողքով ասես, չենք մնա այսպես ջահե, իչքան էլ որ ուզես, ժամանակը չի կանգնում, չի լսում այն մեզ, կյանքդ միշտ լինի գարում, վարդերի պարպես, քո մասին օրը այս, դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր, իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր Շեր ունենք մեր ապրած կյանքում, որ հիմա երկհորինենք, կգրեմ գրքում, իջերի միջով ասես, որ էլ մենք չանցանք, լավ ընկերությունը միշտ թանկ է ու բարձանք, քո մասին օրը այս, դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր, իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր բաժակդ բեր իմ հին ու լավ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր իմ լավ ընկեր քո մասին օրը այս դե բաժակդ բեր իմ ընկեր իրարից միշտ անպակաս շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր շնորհավոր լինի ծնունդդ իմ ընկեր Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը շարունակում ենք եւ բնականաբար այս բան րոպե չեմ կորցնում ուզում եմ ձեզ ներկայացնել իմ սպասված հյուրի տեսանյութը եւ ասեմ որ գլխավոր չեմպիոնը սիմպաթիչնի ընկերս արդեն մեզ մոտ տաղավարում է
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերն են մոտ նստել, ձայն են բարձրացրել եւ սպասում են այն դեմքին, որ մեծագույն սիրով կարող եմ ասել ինձ համար մեծ դիտումներ է ապահովում։ Դրա մասին քիչ ուշ։ Եվ այսպես, ես հյուրընկալել եմ Մեհրանյան Դոջո կարատեի ակադեմիայի տնօրեն, Աբովյան համայնքի դուքենդո ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մարզիչ Սև գոտի 4-րդ դան Գագիկ Սարգսյանին։ Գագ ջան, ողջույն։ Շատ բարև ձեզ, շատ մերսի Ձինջան հյուրընկալելու համար։ Սիրով։ Դու գիտես, ես քեզ սպասում եի այստեղ։ Գագ, բայց անկեղծ ասեմ, այն տեքստը, որ լսեցիր, որ դու իմ համար դիտումներ ես ապահովում։ Ես որ մի ռակուրսով քեզ նկարում եմ, ինձ մոտ տեղադրում եմ Instagram եւ TikTok, բավականին շատ եւ դու, եւ Սիդոյը, որ նիմո էր։ Մերսակոն, ինձ լավ դիտումներ եք ապահովում։ Հույսով եմ այսօրվա եթերը ինչ որ չափով նաև կարծրատիպ է կոտրելու, որովհետև եթե դուք նրան ճանաչում եք որպես արդեն նախընտրած նաև դերասան, մեր տղան չեմպիոն է եւ կրթում, դաստիարակում է եւ չեմպիոնների եւ ապագա չեմպիոնների, դրա մասին արդեն սկսում ենք զրուցել։ Ներկայից խոսանք, հետո գնանք ապագան։ Մի քանի օր առաջ Գագ ջան, այն որ ամբողջ համացանցը ողողվել էր, որ Գագասը մեր, ես սիրում եմ հենց նրան այդպես ասել, ամբողջ Աբովյան համայնքի հրապարակը տղաներով տենց լեցուն, մարզիկներով միջոցառման մասին ուզում եմ անձամբ մեկնաբանես։ Ինչ էր սպասում։ Ուրեմն որոշեցինք մայիսի 28-ը, քանի որ մեզ համար տոն օր է, որոշեցինք, որ այդ օրը կազմակերպենք մի հատ տենց մեծ միջոցառում, որ համ երեխաները ոգևորվեն, համ որպես սպորտը մասսայականացնելու համար կոպիտ ասած գովազդ լինի։ Այդպես մեր մարզի բացի դա էլ մենք ամեն 5-6 ամիսը մեկ գոտու քննություններ ենք անում, ոնց որ մի փոքր ֆորմատը փոխելով, հետաքրքրությունը երեխաների մեջ էլ որ բան չլինի, որոշեցինք, որ այդպես կազմակերպենք ու Աբովյանի քաղաքապետարանի դիմացի այգին ամբողջությամբ ծայրից ծայր հավաքեցինք մեր այն երեխաներին, ովքեր որ այդ քննությանը պետքա մասնակցեին։ Այսինքն կոնկրետ իմ մասնաճյուղերի ոչ բոլորն էին, միայն նրանք, ովքեր որ պետքա մասնակցեին ու որոնք ընտրված էին նաև մի քանի, ասենք մի 20 հոգի էլ կողքից երեխաներ, որոնք իրանց կատարողականությամբ փայլում էին, բայց դեռ ժամանակը չէր որ գոտի ստանային, ուղղակի միջոցառմանը մասնակցեցինք։ Մասնակցում էին մոտ մի 490 քանի 510 երեխա ես հաշվել եմ։ Ահա 510 երեխա։ Դեռ հետո ավելացել եմ, այո, մի քիչ։ Այդպես ու ինձ թվում է երեխեքը շատ լավ հանդես եկան, ծնողների ոգևորությունը, այնտեղ էլի հանդիսատեսներ էին եկել Աբովյան քաղաքից, հետո մոտենում էին, խոսում էին։ Իմ համար առաջնահերթ կարևոր նպատակ է Ձինջան, մեր հայ երեխեքին կտրել այսօրվա այս խեղաթյուրումներից, այսօր բոլորս շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է կատարում դպրոցներում, քոլեջներում, ինստիտուտներում, սկսած թմյան նյութերից, ծխելը դեռ չեմ ասում, ցած մեկից մեկա, հնարավորինս կտրենք այդ ամեն ինչից էլի, նշի, որ աշխատում ենք աշխարհի չեմպիոն հեսա դառնաբանն է, ծնողները չեն բերում, որ աշխարհի չեմպիոն 1000 հոգուց 2-3 հոգին դառնա, 10 հոգին դառնա, թե չէ, բայց գոնե իրանց մեջ սերմանենք հայ լինելը, հայավարի մտածելը, այդ արժեքները մեր տղեն տղու պես լինի, որ համաձայն եմ։ Հա, առաջնահերթությունը դրան եմ տալիս, հետո նոր ֆիզիկական կոփվածությանը, ինքնապաշտպանության համար, ու ընդհանրապես տղեն էլ ես կարծում եմ, ընդհանրապես հայ տղեն, քանի որ մենք նաև մի քիչ պատերազմական երկրում ենք ապրում, անկախ ինքը կլինի հետագայում ծրագրավորող, բժիշկ, ոստիկան, ինչ ուզում է լինի, բայց ինքը պետքա սպորտային մենամարտական կոնկրետ ես նկատի ունեմ, բան ունենա էլի։ Գագ ջան, բայց ձեր շարքերում աղջիկներն էլ քիչ չէին։ Այն որ այս դարի հարս ենք ուղարկելու էլ այդ տարբերակով։ Այո, բայց աղջիկներն էլ սովորում են, որ իրանց ավելի մենք այնպես չի որ տվեք ջարդեք չի էլի, դաստիարակություն կա, առաջնահերթությունը ոնց որ ասացի, բարոյահոգեբանական դաստիարակության վրա է։
աղջիկներն սովորում են, թե իրանց ընդհանրապես որտեղ ոնց պետք է պահեն, տղեկի մոտ թեթև սոլիկ լինել, թե չլինել, ազատ լինել, թե չլինել, որտեղ ազատ լինել, որտեղ չլինել, բացի իրանց էլի ինքնապաշտպանական այդ հնարքների հետ, էլի։ Ու շատ սիրուն էին իդեպ, այն որ տղոտ չեն հաստատել, այդ կարող եմ հստակ ասել։ Եվ տվյալ միջոցառման իրենց ներկայությամբ պատվել էին մեր միջազգային Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոր Վարդանյանը, ոչ օլիմպիական սպորտային միության համահիմնադիրներից Հովհաննես Սարուկյանը եւ այդ ոչ օլիմպիական միության, սպորտային միության պատվավոր անդամներից Սուրեն ազգանունը չեմ հիշում։ Հոկմինյանը եւ մեր Սուրենը շատ լավ եւ իհարկե հասավ այն որ վերջի պայն նաեւ Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիայի նախագահն այո մեր Հայկ Վարդանյանը հա Մայիսի 28 Դա նշանակում է, որ այս պայն մեծագույն սիրով մենք բոլորս մեկս մյուսին շնորհավորում ենք Հայաստանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ Եվ ասեմ, որ րոպեներ անց մեկնարկում է հրաշք սպորտային միջոցառում։ Այդքանից հետո ես հասկացա, որ կային ուղղակի հանդիսատեսի մեջ մարդիկ, ում երեխաները այդտեղ չէին, բայց բոլորը շահագրգռված ուզում էին գտնեին քեզ, ուզում էին գտնեին, չգիտեմ, այնտեղ սենսեյներին, որովհետև նրանք արդեն որոշել էին, ոնց որ թե իրենց երեխային արդեն ձեր շարքեր ընդգրկեին։ Ընդունելություն կա հիմա, թե ինչ որ կա շրջան, որ այդ ժամանակահատվածում է ձեզ մոտ ընդունելությունը։ Չէ, ընդհանրապես տարվա մեջ մենք ամեն ամիս էլ ընդունելություն կատարում ենք, մեր մոտ շատ համակարգված է պարապմունքները, ամեն դալիճներում 2-3 մի մարզիչ կամ 2 օգնականով, ինչ որ կամ 2 մարզիչ էլի օգնականներով, սենց համակարգված տարբեր խմբերի հետ աշխատում ենք։ Ու այդ իմ համար շատ ոգևորիչ է ու շատ գովելի է, որ ծնողներ կան, որ այդքան չգիտեմ, իրանց երեխաներով զբաղվում են, ուզում են որ տանեն, թեկուզ եթե մեկը բերեր իր երեխային ուղղակի այդ միջոցառումը նայելու, բայց չգար մեր մոտ ուզենար պարապել, էլի իմ համար այդ մեծ բան է, էլի։ Շատ լավ։ Ինչ ունենք արխիվում, ինչ եք պատրաստում անել եւ հիմա ինչպես եք ասենք պատրաստում ձեր ամառային արձակուրդներին։ Արխիվում ունենք ամսվա վերջ Նավարասիսկու միջազգային Դուքենդո մրցաշար, նրանից հետո հուլիսի 13-ին ունենք Կոբուլեցիում, Բաթումիում միջազգային մրցաշար, նրանից հետո մեր մասնաճյուղերով կազմակերպելու ենք օգոստոսի 2-ից 8-ը ուսումնամարզական հավաք Խաղավնաձորում, օրական 3 պարապմունքով երեխաներին աճացնելու համար, օգոստոսի վերջի շաբաթը հավանաբար կթողնենք հանգիստ, սեպտեմբերից նոր ծրագրերով էլի սկսում է հոկտեմբերին Հայաստանի առաջնությունը, նոյեմբերին գոտու քննությունը, երկրորդը այս տարվա, դեկտեմբերին ամանորյա միջոցառումները։ Գծած էր, հա, արդեն Այո, տարվա սկզբից ծրագիրը արդեն ամեն ամսվա գծած է, թե մեր ֆեդերացիայի մրցումների, թե արտասահմանում մեկնելիք մրցումների ու համապատասխան պատրաստում ենք երեխաներին։
վազվզում ենք, բայց Շատ լավ։ Եվ ես հստակ կարող եմ ասել լինելով Դուքենդո ֆեդերացիայի նաև հաղորդավոր եւ մամլո քարտուղար, իրանք առաջնորդվում են մի շատ ճիշտ կարգախոսով։ Եթե այդտեղ չեմպիոններ չեն ծնվում, լավ տղերք հաստատ ծնվում են։ Այդ փաստը տարիների արդեն արդյունք է եւ մեր շրջապատում գիտենք ով ինչպես է։ Շատ լավ, մի հարց էլ։ Կակ, ես գիտեմ, որ այսօր շատ ծնողներ շատ իրենց տղաներին մի տեսակ շատ մամայ բալային մեծանում, կներեք ուրիշ տարբերակով չեմ կարող ասել, հա։ Եվ հետո որոշում են ինչ որ մի քիչ հասուն տարիքում, ու 10 տարեկանից ասենք բարձր, որոշում են հենց մեր մարզաձևում հա տենց բերել ընդգրկել ձեր շարքերը։ Այդ դաստիարակությունը, այդ անցումը, այն որ չխփած լացում են, ես նկատել եմ, շատերն են հիմա սկսել լացել վարելով մրցում, տենց բան չի եղել։ Ոնց ենք կարողանում այդ անցումը ապավել։ Լինում են դեպքեր, որ տարբերակ չի լինում, ասում եք, տարեք այս երեխեն թող գնա շաշկի, օրինակ։ Տենց դեպք տեսեք, կա։ չէ, մեր մարզիչ լինելը կայանում է նրանում միայն լապա պահելով չի, էլի մարզիչ լինելը խփել սովորացնելով չի։ Հենց երեխու հետ այդ աշխատանքն է մարզիչ լինելը, որ դու կարողանում ես իրան ինչ-որ ազդես իր հոգեբանության վրա, իր ոնց ասեմ, մոտիվացնես իրան, որ ինքը կարողանա ինչ-որ մեկ ուրիշը դառնա։ Ծնողը տեսեք, ես նոր ասացի, ինքը չի բերում է, որ ինքը երեխան աշխարհի չեմպիոն դառնա։ Մեկը բերում է, որ իր երեխան ձեր ասած մամայի բալանա, Անցումը լինգոն է։ հա, մեկը բերում է, որ երեխան շատ ակտիվ է կամ ագրեսիվ է, պետք է աշխատենք իր վրա, որ այդ ագրեսիվությունը նվազացնի, իմանա ուժը որտեղ պետքի ժամանակ օգտագործի։ Սենց տարբեր բաների համար մի դեպք կա, դեպ այդ 12 տարեկանում մի երեխա եմ բերել, գլուխկոնձի էինք սովորացրել, մի երկու շաբաթ եկել էր պարապմունքի, դուրս էր եկել։ Հետո մեր աշխատողները զանգել էին հարցրել, էդի դեպ երևի առաջի կամ երկրորդ ինձանից որ ծնող բողոքել է, այս 15 տարվա մեջ 2 անգամ է եղել։ Մեկը էտա, որ վերջը զանգել էին, հարցրել էին թե ինչի չի գալի, բա մենք միայնակին էր էլի մեծացնողը։ Մենք բան դժգոհ ենք սենսեից, դեն զարմացած մեր աշխատողը հարցրել էր թե ինչի համար, ասել էր երեխան գլուխկոնձի անում, գլուխը ցավում է։ Ու չէր բերել։ Պրոբլեմը կներեք ծնողներ ջան, բայց իրականում պրոբլեմը ծնողն է, այսինքն եթե ինքը բերել էր նպատակի համար, ես մի հատ բառ ունենք, համագ ասածը։ Ես համագ եմ դնում, որ այդ նպատակին հասցնեմ, որովհետև ծնողը իր ամենաթանկը ինձ է վստահել, ես այդ պատասխանատվությունը շատ լավ հասկանում ու կարում եմ կրեմ, էլի։ Աշխատում ես, մեկ եկեսից երեխան կամ լավ էլ հավես շունը, մի քիչ էլ, չգիտեմ ինչի գնամ, ձեր ասացի պես, մի քիչ էլ շաշկի գնամ, մի քիչ էլ ֆուտբոլ գնամ, մի քիչ էլ էսկում գնամ, այնքան գնամ, ամեն դեպքում ոչ մի բանը չի փոխվում իրա։ Նպատակն էլ ծնողը, որի համար բերել էր, արդեն նպատակն է ջրվում է, էլի։ Շատ լավ։ Գագասը ոչ պակաս, ոչ ավելի այն դերասանների շարքերում է, ովքեր որ վաստակավոր դերասաններ, նրանց հետ խաղում ես, բայց փաստով դուրս է գալիս, որ մեծն Գոր Վարդանյանը գտնում է մի հատ իզյումին կամ մի բան, որպեսի PR-ի այդ չափանի շնեց բարձրացնի, որը որ ամբողջ կինոն PR չունենա, բայց կարող է մի տեքստը PR ունենա։ Կակ նախ առաջի հարցս, ինչքանով է ֆիլմի քո դերերը օրինակ ազդում քո այս սպորտային կարիերայի վրա։ Երեխաները հարցնում են, ծնողները լավ են զգում, դեպք է լինում, որ ուզում ես չնկարվես միայն մարզիչ, ոնց է այդ անցումը քո մոտ։ Տեսեք, ես ամեն իմ կոնկրետ կայացության թևերը ֆիլմի մեջ շատ վատ մարդու կերպար եմ մարմնավորում։ Ես ամեն իմ մեր ֆիլմերից հետո, անկախ նրանից ես կլինեմ մեջը չեմ լինի, ես մեր աշակերտներին ներկայացնում եմ դրա վատ ու լավը որն է։ Այսինքն բոլոր ֆիլմերը ընդհանրապես մենք որ նայում ենք, մարդիկ ցույց են տալի վատը։ Այս վատը ինչի համար, որ մարդ տենա հասկանա այդպեսին չի կարելի լինել։ Ծնողի գործն է, ես էլ եմ ծնող էլի, մեր գործն է, որ մենք մեր երեխեքին սովորացնենք, թե որն է տեղի վատը։ Ոչ թե նա եսի, որ սրան դավաճանում է, սրապես պետք է լինես, այլ ոչ, դավաճանների վերջում սենց է լինում։ Մնում է մենակ, չգիտեմ, ընդ կախեցին կամ չգիտեմ այդ վատ բաները, եթե հաշվի առնենք։
Այսպես լինում է դեպքեր փողոցում, ասենք մոտեցան, նկարվեցին, ինչ-որ խոսացին կամ բանից, ես միշտ եթե երեխայի հետ արդեն կապված ընդունելության կամ սպորտի հետ են խոսում, միշտ մանկավարժորեն եմ խոսում, մարդիկ հասկանում են, որ ես ընդհանրապես այդ կերպարը չեմ, ես Գագիկն եմ, ոչ թե Մխոն կամ Սլեն։ Սլեն, Այո։ մի անգամ մեկը մոտեցել էր ծնող։ Այո։ Մի նոր տեղ խումբ ենք բացել, ծնողը մոտեցել է, աղբեր ձեր ֆիլմերն ենք նայում, այն օր երեխու հետ նայում ենք, ասես պապը մի չհասկացա Սլեն գողա թե չէ, ինձ ասում է։ Աստված իմ Ասում դու հասկացել ես։ Հա։ Ծնող ես, պետք է դու հասկանաս, ասես որ սենց չի կարելի լինել, սենց կարելի է լինել, ասենք։ Իսկ հիմա ներկապայ նկարումների ընթացքի մեջ են, թե դեռ Սցենարն են գրում, կոռուպցիա կայսրության թևերը 3-րդ սեզոնի սցենարն է գրվում։ Փաստորեն 3-րդ սեզոնն ենք։ 3-րդ սեզոնն ունենք։ Դե պահանջված ֆիլմ դարձավ, տենց պետք է լինի, էլի։ Մեկի վրա կբրթենք կեթա։ Вообще-то սրտովս ես ասում։ Հավատ տանեմ, խտրում եմ։ Լնայ աշկերիս մեջ։ Ասա извини։ Извини։ Իսկ այսքանից հետո ես խոստանում եմ ձեզ, որ բնականաբար դու Քենտո ֆեդերացիա յուրաքանչյուր նորություն անձամբ ես եմ ներկայացնում, բայց մի քիչ ձգվեց հանդիպումների համար, որովհետև ես ուզում եմ անպայման մեզ մոտ առաջինը տաղավարում լինի մեծն մեծը։ Ինձ մոտ տենց է ընդհանրապես, բայց երբ Գորն ասեց «Ձին, արի ժամանակ չկորցնենք, արի հիմա թարմ նորությունները ներկայացրու մարզիկների, մարզիչների, ես մեկ այլ նորությամբ հանդես կգամ, իսկ մեկ այլ նորություն արդեն ֆիլմի 3-րդ եթերաշրջան, այնպես որ ինձ շատ մի գրեք գալու է, Վարդանյանն էլ է գալու է ինձ մոտ։ Չգա, ես անձամբ կգնամ այնտեղ ինտերվյու կգրեմ։ Ես քեզ շնորհակալ եմ քեզ լավ գործի համար։ Դու գիտես, ես միշտ քո կողքին եմ, ինչքանով էլ մի կերպ հասնում եմ Աբովյան, բայց ես պաշտում եմ այն պահը, երբ որ հասնում եմ ու տեսնում բոլորը այսպես կանգնած են, ես բոլորի մեջով սենց անցնում եմ ու հասկանում եմ, որ հզորանում ենք ամիս, դա նաև ձեր լավ աշխատանքի արդյունքն է։ Եվ հարգանքներս բոլոր այն ծնողներին, ովքեր որ տարիներ շարունակ վստահում են դու Քենտո ֆեդերացիային, վստահում են մեր տղերքին, որովհետև հիշեք հերթական անգամ այնտեղ չեմպիոն չծնվեն, լավ տղա հաստատ այնտեղից դուրս կգա։ Գագ ջան, բարևներս եւ հարգանքներս իմ բոլոր ընկերներին։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, այսքանից հետո լավ տրամադրությամբ հաղթանակած, ես այս հաջողություն կմաղթեմ միայն հանդիպելու ակնկալքով։ Ձեզ հետ մեծ են գագասներ, նո Սլեն, այնտեղ չգիտեմ, ասա извини տեքստերի հեղինակ, բայց նաեւ ձեր Ցինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք 21 TV եթերում, բարին ընդ ձեզ։ Չգիտեմ թե ով ես, երանի դու իմ սիրուց մոլորվես, քեզ նայեմ հալվեմ օրերով, թե վառնեմ թրջեմ ձորերով, ես ինչ լավն ես, ոնց եմ